Մարկուս Ռեշֆորդը գնում է ձախ ֆլանկ, իսկ Ռաֆինյան գնում է Օլմոյի պոզիցիան, իսկ այն ինվալիդը գնում է այն ինվալիդ տեղը, հասկացաք, ինվալիդների փոխանակություններ, հասկանում եք էլի։ 73-րդ րոպեին Մարկ Ասադը մտնում է Պեդրի փոխարեն, իսկ Դրո Ֆերնանդեսը մտնում է Ռաֆինյայի փոխարեն։ Դա ուղղակի մերի պրեդաստարոժնստի էր, որտեղ հոգնել էին արդեն Պեդրին ու Ռաֆինյան, նախարարին իրանք տրավմայից հետո են ու պիտի հանգիստ ստանան։ Իրանից հետո իրանք հենց ելան, դա արդեն իսկականից վախենալու էր, որտեղ դրանից հետո Ատլետիկոն մեզ պրամ ավտոբուսի մեջ նստեցրեց։ Մենք ինչ-որ մի պավաշի խաղում ենք 5-4-1 տակտիկա, bez կոմենտարիև, բայց նախարարինը հաճելի է, որ ֆլիկը հասկանում է, որ տեղեր կա, որ պետքա պաշտպանություն է խաղալ, որտեվ նույնը ինչ եղավ Ինտերի հետ խաղում։ Դրա համար 88-րդ րոպեին Յամալի փոխարեն մտնում է Կրիստենսենը եւ մենք սկսում ենք ավելի պաշտպանական խաղալ, բայց երբ որ ավելացնում եմ 6 րոպե, 90+6 րոպեն, Բարսելոնան մենք գնում ենք կոնտրատակայի, Ռեշֆորդը շատ ճիշտ է խաղում, երկու հոգու մեջ տեղով տալիս է պաս Ֆերրանին, Ֆերրանը տալիս է Դրոին, Դրոն ժամանակ է ձգում, որը շատ խելացի որոշում էր, որտեղ նախարարինը անպայման չի այդից գոլ խփել, կարելի է պրոստը ժամանակ ձգել, որպեսզի մենք կարողանանք պահել այդ շոտը։